Հունվարից սեպտեմբեր մայրաքաղաքի բյուջեն 3.7 միլիարդ դրամ թերակատարել են։ Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետարանի պաշտոնյան հայտնել է, որ անցած 9 ամիսների համար պլանավորած 65 միլիարդ դրամից հավաքագրել են շուրջ 61 միլիարդը։ Թերհավաքագրման հիմնական պատճառը կապում են տրանսպորտի փոխադրավարձի եկամուտների հետ։ Քաղաքապետ Աղինյանը դժգոհել է այս արդյունքից, մտահոգություն հայտնել, թե փաստացի Երևանը թերֆինանսավորվում է, մինչդեռ համայնքի ծախսերն անընդհատ ավելանում են։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 42 մանկապարտեզում տեղադրել են տեսանկարման նոր համակարգեր անվտանգության բարձրացման նպատակով։ Տեսագրությունները ըստ անհրաժեշտության կֆիքսեն նաև ամսաթիվն ու ժամը։ Մանկապարտեզներն ընտրել են նաև ահազանգերի հիման վրա։ Կենտրոնական բանկի անունից ուղարկում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ մի շարք կեղծ, այդ թվում Pix, Շնիկ, TKT.am էլեկտրոնային փոստից, որոնց կցված են նաև ֆայլեր։ Գլխավոր դրամատնից հայտնում են, որ դրանք վիրուսային են, հորդորում են չբացել կցված ֆայլերը, չսեղմել նամակում տեղադրված հղումներին, անմիջապես ջնջել դրանք։ Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է լուծարել իր ենթակայությամբ գործող տեխնիկական անվտանգության պետական ոչ առևտրային կազմակերպությունը։ Փոխնախարարը խորհրդանում տեղեկացրել է, թե այդ ՊՕԱԿ-ի հիմնական գործառույթները, մասնավորապես տեխնիկական քննության, ինչպես նաև տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը կարող են կատարել իրավաբանական անձինք կամ համապատասխան հավատարմագրումն ունեցող անհատ ձեռնարկատերերը, այսինքն այս կերպ նպատակ ունեն նաև նպաստել ոլորտի տնտեսական ազատությանը։ Գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացությամբ նախագիծն ուղարկել է լիագումար օրակարգ։ Հոկտեմբերի 17-ից անհետ կորած համարող 23-ամյա չեչեն Այշաթ Բայմուրադովային հայտնաբերել են մահացած Երևանում վարձակալած բնակարանում։ Այս գործով նոր մանրամասներ են բացահայտել։ Իրավապաշտպանների տեղեկություններով Այշաթը Չեչնիայից հեռացել էր ընտանեկան բռնությունից հետո եւ ապաստանել Երևանում։ Անհետանալուց առաջ նա հարևաններին հայտնել է, թե գնում է հանդիպման ընկերուհու հետ, որի հետ ծանոթացել էր Instagram-ում։ Ուշագրավ է, որ պարզվել է այդ ընկերուհու բաժանորդների թվում կան մարդիկ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի շրջապատից։ Ոստիկանությունը նշանակել է դատաբժշկական փորձաքննություն մահվան հանգամանքները պարզելու համար։ Իրանուշ Մուրադյան, Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։